Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Հաշիմյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սիրելի փանիքսիներ Հայաստանի Հանրապետության հատուկ քաղաքացիներ ողջունում են բոլորիդ, ողջունում են։ Այսօր օրը լավ լուրով ասկսվել։ Հայաստանի համար բացվել է ախալքալակ կարս երկաթուղին եւ Հայաստանից արտահանումների եւ ներկրումների համար։ Սա նշանակում է երկու բան, որ Հայաստանից բոլոր ապրանքները երկաթուղով կարող են արտահանվել Թուրքիա, կարող են արտահանվել Եվրամիության երկրներ, Եվրոպայի Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներ, Սիրիայի Արաբական Հանրապետություն, այսինքն 100 միլիոնանոց եւ ավել 100 քանի 150, 160, 200 միլիոնանոց շուկաներ են բացվում Հայաստանի Հանրապետության արտահանողների համար։ Եվ մենք քաջալերելու ենք, որ ԵԱՏՄ-ի երկրների իհարկե մեր արտահանումները ուժեղացնելով, նաև մյուս ուղղություններով մենք արտահանումներ իրականացնենք, ինչը նաև հաջորդիվ արդեն պետք է ուղիղ Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացվի, այսինքն հյուսիսից արևմուտքից արևելք երկաթուղին, հյուսիսից հարավ երկաթուղին պետք է բացվի Պարսից ծոցից դեպի Սև ծով, Միջերկրական ծովից դեպի Կասպից ծով։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականon դառնում է խաղաղության խաչմերուկ։ Եվ ես այս իրադարձությունների առիթով շնորհավորում եմ ձեզ ժողովուրդ ջան, որովհետև այդ ամեն ինչը ազդելու է Հայաստանի տնտեսական վիճակի վրա։ Տնտեսական վիճակը ազդելու է պետական եկամուտների, պետական բյուջեի աճի վրա, պետական բյուջեի աճը ազդելու է դրական կերպով բոլորի բարեկեցության վրա, որովհետև շարունակում են պնդել եւ այս գիտակցումը շատ կարեւոր է։ Մեզնից, ձեզնից որևէ մեկը ժողովուրդ իր ընտանիքի բարեկեցության վրա ավելի շատ գումար չի ծախսում, քան դա անում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Բայց այն ինչ որ դեռ սպասվում է բյուջեի աճը, մենք նախ ուզում եմ ընդգծել, որ 2025 թվականին 2017 թվի համեմատ մենք Հայաստանի պետական բյուջեի եկամուտները աճացրել ենք 135%-ով։ Այսինքն կրկնապատկել ենք ու պլյուս 35%։ Լավ, 2018 թվականից եղել է մոտավորապես 25-26% գնաճ։ Այդ հանենք, որ լրիվ մաքուր լինի հաշվարկը, մենք բյուջեն 100%-ով կրկնապատկել ենք պլյուս 10%։ Բայց շատ կարևոր է արձանագրել նաև, որ 2018 թվից այսքով մենք պետական բյուջեն ապահովել ենք 6.6 միլիարդ լրացուցիչ եկամուտով, որը հեղափոխություն չլինելու պարագայում շարունակելու էր հոսել քրեական օլիգարխիայի գրպանը։ Մենք Զանգեզուրի բրնձամոլիբդենային կոմբինատի պետական փայաբաժինն ենք ապահովել եւ ապահովել են, որ 2018-ից 2025 թվականները ԶՊՄԿ-ն 300 միլիարդ դրամով ավել գումար վճարի պետական բյուջե, քան միջև այդ վճարել է։ Մենք 2018 թվականից 770 միլիոն դոլարի դրամական միջոցներ եւ գույք դատական կարգով վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությանը։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունը Միացյալ Նահանգներում վաճառքի ենք անել, վաճառվել է եւ հիմա գնի 70%-ը Հայաստանի պետական բյուջե փոխանցվելու գործընթացի մեջ է։ Մենք Ծառուկյան Գուլոյան կլանի առանձնատներից մեկը 2.5 միլիոն դոլարանոց այլևս պետական սեփականություն է եւ առաջիկայում մենք այնտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք ստեղծելու եւ ահա այսպես թալանվածը վերադարձվում է։ Բայց դուք կարաք նաև հարցնեք, ասեք, բա այդ 8 միլիարդ եւ այլ գումար, որ վերադարձրել ենք, բա ինչ է կարել այդ փողը։ Ուրեմն այդ փողը մենք 2018 թվականին
Նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16000 դրամ, այսօր 46000 դրամ է։ Նվազագույն թոշակը մենք եռապատկել ենք։ Հələ սրան չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ Մենք դպրոցներ ենք կառուցել, ճիշտ է, նորոգել, հիմնանորոգել, մանկապարտեզներ կառուցել, նորոգել, հիմնանորոգել, մշակույթի տներ, ճանապարհներ ենք նորոգել։ Փանիկում տեսել են տես բան, թե չեն տեսել։ Տեսել են տես բան Փանիկում։ Մենք առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել եւ 65+ տարիքի մեր թոշակառուների նվազագույն առողջապահական կարիքները այսօր պետությունն է հոգում։ Տեսել եք տես բան, թե չեք տեսել։ Հա? Այո, հիմա նկատի ունեմ, հիմա կա դա իրողությունը, երեխաներինը, մինչև 18 տարեկան երեխաների առողջության նվազագույն կարիքները հոգում է ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, 18 թվից 5000 կիլոմետր ճանապարհ են կառուցել Հայաստանում, աչքներիդ ընկել է կառուցված ճանապարհ, տեսել եք թե չեք տեսել, տեսել եք, բնականաբար տեսել եք, էլ չեմ ասում հյուսիս հարավը եւ այդպես եւ այլն եւ այդպես շարունակ, եւ այս պրոցեսը շարունակվելու է ժողովուրդ, այս պրոցեսը շարունակվելու է, դրա համար անհրաժեշտ է, որ մենք Հայաստանի էլեկտրական ցանցերն ենք վերադարձրել պետությանը եւ այլևս լինելու է պետական, եւ այս վերջերս մեր իրապահ մարմինները բացահայտել են, վերլուծել են եւ պարզվել է, որ նախորդող տարիներին Կալուգացի օլիգարխը մեր դպրոցների, մեր մանկապարտեզների, մեր պետական հիմնարկների, մեր զորամասերի վրա ավել գումար է գրել եւ այդ գումարը գրպանադրել է իր գրպանը։ Այսօր կասեցված է եւ խոսքը միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է։ Այս էլ նախնական ուսումնասիրություններ, շատ նախնական ուսումնասիրություններ, եւ ինձ թվում է դուք էլ նկատած կլինեք, հələ ստուգ եք օրինակ, անցած տարվա հունվար փետրվարին եւ այս տարվա հունվար փետրվարին, ձեր վճարած հոսանքի փողի մեջ մի հատ ստուգ եք, տեսեք տարբերություն կա թե չկա, օրինակ նկատել եք տենց բան, հիմա որ ավելի քիչ եք վճարում, կա այդպիսի բան նկատել եք թե չեք նկատել, եւ այլն եւ այսպես շարունակ, եւ մենք այս process շարունակելու ենք, մենք ուսուցիչների աշխատավարձն ենք բարձրացնում կամավոր ատեստավորմամբ, մենք զինվորականների աշխատավարձն ենք բարձրացնում կամավոր ատեստավորմամբ, մենք պաշտպան հայրենյաց ծրագիր ենք ներդրել, Փանիկից կա պաշտպան հայրենյացով ծառայող զինվոր, ոնց լինի կլինի, որ նրանք ձեր զինվորը ինչքան փող է ստանում, 18 տարեկանը զորակոչվել է բանակ, դառել է պաշտպան հայրենյաց պայմանագրային, գիշերները գալիս է ձեր տանն է քնում, թե չէ, գիշերը գալիս է իր տանը քնում է մարտական հերթապահությունից դուր, եւ ամիսը 450,000 դրամ տուն է բերում, նախկինում եթե ծնողը պետք է մտածեր ինչ ուղարկեր իր երեխուն նասկի, չգիտեմ քաղցր, այսօր զինվորը իր տունը պահում է, իր մեծ տունն էլ է պահում Հայաստանի Հանրապետությունը, իր փոքր տունն էլ է պահում, իր հայրական տունը, ավտո առել է թե չէ, չի առել դե, որովհետև հիմնականում պաշտպան հայրենյացի զինվորները, որ փող անգրում ձեռները, առաջիններից մեկը ավտո են առնում, բայց նաև ես ձեզ ժողովուրդ ջան, մայիսի 28-ին ուզում եմ հրավիրել Հանրապետության հրապարակ, որպես դուք տեսնեք ձեր նոր բանակը, որովհետև այսօր դուք Հայաստանի Հանրապետությունը բոլորովին նոր բանակ ունի, բոլորովին նոր բանակ, սպառազինված ժամանակակից եւ գերժամանակակից տեխնիկայով, եւ իմիջայլոց իհարկե գնումա զորամասեր, չէ, Տիգրան մեծ Պողոտան գիտեք, որ Հանրապետության հրապարակից դեպի Երևանի գնում է, այդ զին տեխնիկան այդտեղ շարվելու է եւ առավոտից իրիկու մնալու է, որ դու գաք եւ տեսնելու գնահատելու հնարավորություն ունենաք, որ չստացվի sense արագ այդ միտքն է, որ անկեղծ ասեմ, գիտեք ինչի՞ց է ծագել, էդ էլ պատմեմ, թե որովհետեւ այս վերջերս եմ ես այդ հանձնարարականը տվել, ասել sense պետք է անեմ, ուրեմն Երևանի բանում շրջանում խոսում ենք, գնում ենք էլի տենց քարոզարշավի նման բանա, վերջը քաղաքացիներից մեկին ասում եմ դե զորահանդես ելնելու, եկեք Հանրապետության հրապարակ կնայեք եւ այլն, ասում լավ գիտենք էլ ինչ եք անելու, ասում եմ ինչ ենք անելու,
ասում է սա մուլյաժները բերելու եք արագ անցկացնեք կամերային տակով իբր զենքա։ Դրա այդ շատ ծանր շատ ազդեց ինձ վրա այդ քաղաքացու ասածը, մտածեցի ոնց, եթե մի հոգի տենց մտածում է, ուրեմն 2 հոգի էլ կարա մտածի, 3 հոգի էլ կարա մտածի, 4 հոգի էլ, այդ 4 հոգին էլ բանը ընդդիմությունն էլ կարա լրացուցիչ, դրա մասից մի րոպե, էսեն չի լինելու։ Եկա մի օր մտածեցի, հետո հանձնարարական տվեցի, ասի որ ամբողջ ինչ սպառազինություն կա, ինչ որ կամերաների առաջ անցնի, այդ օրը մայիսի 28-ին մինչև ժամը 12:00 մնալու է Տիգրան Մեծ փողոցով, որ ով ուզենա գանայի, բան ենք անելու, իհարկե երկու կողմից սենց բաներ ենք, ցանկապատեր ենք դնելու, որովհետև ասում եմ երեխեքը հանկարծ չբարձրանան, անզգույշ մի հատ կնոպկի սեղմեն մի հատ պատական կրակենք հայտարարակ լինենք, որպեսզի գաք եւ տեսնեք ամբողջ օրը, հաջորդ օրը չենք պահելու, որովհետև հաջորդ օրը աշխատանքային օր է, դենց էլ Երևանում խցանումներ։ Այնպես որ եկեք եւ տեսեք եւ հպարտացեք ձեր նոր բանակով։ Իմիջայլոց, դենակ սպառազինությունը չի, ամբողջությամբ նոր հագուստ ալնելու, ներառյալ տոնական հագուստը պատվո պահակախմբի եւ երկչախմբի, իսկ այդ սպառազինությունը եւ տեխնիկան մի մասը լինելու է օտար երկրի արտադրության ժամանակակից, բայց մի մասն էլ լինելու է Հայաստանի Հանրապետության արտադրության։ Եվ ուրախ եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր արդեն սկսել է ռազմական տեխնիկա արտահանել, այսինքն մենք մրցունակ ենք դարձել նաև այդ շուկայում։ Բայց դա գիտեք նաև ինչի շնորհիվ, որ 2017 թվից մինչև 2025 թիվը մենք 27 անգամ մոտավորապես գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք։ Գիտնականների աշխատավարձը մենք մինչև 300% ավելացրել ենք։ Մենք Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրում 170 միլիարդ դրամի ներդրում ենք արել։ Պետական բյուջեի միջոցներից այդ թալանը հետ բերած փողերից է։ Եվ այսօր տասնյակ արտադրամասեր եւ գործարաններ են ստեղծվել։ Հարյուրավոր եւ հազարավոր աշխատատեղեր են ստեղծել։ 2018 թվականից մենք Հայաստանում 280,000 աշխատատեղ ենք ստեղծել, ժողովուրդ, 280,000 աշխատատեղ։ Եվ իրական աշխատավարձը շուրջ 50%-ով ավելացել է։ Իրական աշխատավարձը այնա գնողունակությամբ են հաշվում, ոչ թե փողով, այսինքն 1000 դրամ այսօր մի բան ես առնում, 1000 դրամի երեք մի բան է առնում, վաղը մի, այդ 50% որ առնում եմ, իրա գնողունակության այն նախկին 17 թվի գնողունակության համեմատ։ Ժողովուրդ ջան, այս ինչ որ ասում եմ շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորն է նա, որ արդեն 2 տարի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ Հայաստանում խաղաղությունը հաստատված, ժողովուրդ ջան, ամենակարևորը դա է, եւ խաղաղության առիթով եմ ձեզ շնորհավորում։ Եվ այսօր մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի, որտեղ ինչպես 9 ամսական երեխան իրենց տանը ուրախության եւ երջանկության առիթ է, ինչպես 9 ամսական երեխան իրենց տանը ամենակարևոր անդամն է ընտանիքի, ճիշտ է, եւ խաղաղությունը 9 ամսյա մեր այսօրվա ամենակարևոր ներկայությունն է Հայաստանի Հանրապետության։ Եվ հետեւաբար բայց 9 ամսյա խաղաղությունը 9 ամսյա երեխայի հետ մի հատ ուրիշ ընդհանրություն էլ ունի։ Եթե իրա նկատմամբ խնամք չտանենք, իրան չխնամենք, իրան չպահենք, չի ապրի ինքը։ 9 ամսյա երեխան կարա ինքնուրույն ապրի, պետքա իրան հոգ տանես, իրան պետքա պահես, իրան խնամես։ Նույնն է մեր խաղաղությունն է։ Եվ մենք ասում ենք, որ մեր ժողովուրդը պետքա տեր կանգնի խաղաղությանը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, թե չէ, մեր ժողովուրդը չի կարա տեր կանգնի։ Ասում եք այդ 9 ամսյա երեխային հանձնենք որբանոց, հանձնենք ուրիշի խնամքին։ Եվ երաշխավորի մասին խոսակցությունը էս է նշանակում, սա է երաշխավորի մասին խոսակցությունը։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ ոչ, մենք համոզված ենք, որ Հայաստանում կա ժողովուրդ, կա քաղաքացի, ով կարող է, պետք է եւ ի վիճակի է տեր կանգնել խաղաղությանը։ Եվ հետեւաբար մենք ձեզ բոլորիդ խնդրում ենք, կոչ ենք անում, հորդորում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին
գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև կարևոր է հասկանալ, թե ինչու, որովհետև այդ քվեարկությունը ինքնանպատակ չի, սա պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, սա կռիվ պայքար է պետության, անկախության, խաղաղության եւ ապագայի համար։ Եվ ուրեմն 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փանիկին, արդիկին, Շիրակի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետություն։ Բայց ժողովուրդ ջան, նա ուրիշ բան կա, որովհետև երբեմն նաեւ շատ հաճախ մարդիկ հարց են տալիս, ասում են դե ինչ կլինի, ոնց կլինի ընտրությունների արդյունքները, իրար են հարցնում, փորձագետներին են հարցնում։ Ես հորդորում եմ, որ Ձեզնից յուրաքանչյուրը այդ հարցը տա ոչ թե ուրիշին, այլ ինքը տա ինքը իրան, որովհետև այս ընտրությունների ելքը, խաղաղության ճակատագիրը, պետության ճակատագիրը կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ դու չէ, որովհետև դու ընտրություններին չես մասնակցում, դու դեռ երեխեքը չէ, որովհետև ընտրություններին չեմ մասնակցում։ Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը թող ձեր բարձրացնի։ Եվ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, փառիկին, արդիկին, Շիրակի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ժողովուրդ ջան, երկու հայտարարություն ունեմ։ Մեկը մեր եզրափակիչ հավաքը լինելու է վաղը 20:00-ին Գյումրիի կենտրոնական հրապարակում։ Բոլորի անհամբերությամբ սպասում ենք, ելույթներ կլինեն, ես էլ ելույթ կունենամ, բայց նաև վարչապետի հետ ձեզ հետ կնվագեմ, թմբուկ կնվագեմ եւ իրական Հայաստան երգը կկատարենք եւ նաև կլինի դրոն շոու կլինի։ Երկրորդ հայտարարությունը հրապարակում կան երեխեք, ովքեր ուզում են քարտեզ նվեր ստանան եւ նկարվեն։ Երեխեք կներեք, բայց երեխեք առաջնահերթություն։ Հիմա երեխեք, որպեսզի այդ արագ կազմակերպենք, անում ենք հետևյալը։ Առաջին դու ամտ ինչա։ Գեղամ ջանարիստեղ։ Գեղամ ստե կանգնի, չէ, նայ դեմքով ստեղ նայ։ Տենց։ Հիմա երեխեք, Գեղամի հետևից մի հոգանոց հերթ եք կազմում, մի գծանի։ Երկրորդ շարք չլինի, մի գիծ։ Մեծեր խնդրում եմ ճանապարհ բացեք, որ երեխեքը հետ կանգնեն։ Այս ուղղությամբ խնդրում եմ ճանապարհ բացեք։ Այս ուղղությամբ խնդրում եմ ճանապարհ բացեք։ Այս ուղղությամբ երեխեք մի գծանի հետ։ Երեխաներ եւ մեծահասակ, չէ, մի գծանի սեն չի լինելու։ Մի գծանի։ Մի հոգու հետևը մի հոգի է, 4-5 հոգով կանգնել չի լինում։ Մի գծանի։
Ուրեմն ովքեր ուզում են նկարվել, օբյեկտիվը սելֆի բացած, արագ սելֆի բանում ասնում եք։ Գալիս եք այստեղ կանգնում եմ, ստանում եք նվերները ու ուշադիր, դուրս եք գալիս նենց, ոչ մեկ հետ չի գնում։ Չէ մի գիտ չի, հերթը մի գիտ չի։ Մեծեր ջան, խնդրում եմ ճանապարհ տվեք, որ երեխեքը հերթ կանգնեն։ Հերթը մի գծանի երեխեք մի գծանի, մի գիծ, առանց հերթի ոչ մեկ չի մտնում եւ հերթը մի գծանի։ Շարուն արժանապետ, մենք եմ մեր ծնողները երեխեք ենք։ Էսա երեխեք Շնորհակալություն։ Ապրես։ Նկարունին են ասակա։ Դե քարտես պիտի Քարտես։ ավելի է։ Մերսի շեֆ։ Շնորհակալություն։ Կխված մեկը քարտ ժողովը։ Քարտես պատրաստեք։ Խնդրեմ մեր գոտ կտակ քարտես։ Չէ, երեք հատ երեք եղբայր ու մեկ հատ քարտես։ Իրոք իրան տա։ Արմեն։ Սեն։ Արի եղբայր։ Շնորհակալ։ Կանգնի։ Եղավ։ Շատ լավ, գնաց։ Էս կոմով։ Սամվել Վահագ եկեք։ Ինձ նայս, հա։ Ահա։ Դե դուրս եկեք, ապրեք, դուրս եկեք։ Անցեք, սենց անցեք։ Վերցրու։ Սկրինշոտ կանեք։ Ով է նկարը։ Էս կոմով։ Հա, ինքդ դու ես նկարում, մեկ ես։ Շատ լավ։ Էս կոմով, երեխեք ջան, արագ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ տեսնել։ Նմանապես։ Շնորհակալ ենք։ Մի հատ էլ ձեզ։ Անցած շնորհակալ ենք։ Բարև։ Բարև եղբայր։ Սկրինշոտ կանես հետո դրեց։ Ամեն ժամ քարտեզները։
Երկու հատ կտակ տելեքոն։ Անցի։ Եղա։